Վազգենյան հոգևոր դպրանոցում առօրյա աղոթքներին ու սերտողություններին զուգահեռ սովորական մի սենյակում արվեստանոց է գործում։ Սենյակի տերը 4-րդ լսարանի սան Թադեոս Վարդանյանն է։ Այս լուսավոր սենյակում նկարչական պարագաներ են։ Խնամքով ու յուրահատուկ հոգատարությամբ դասավորված են վրձինները, ներկապնակները։ Հենց այս համեստ անկյունում են կյանք առնում երիտասարդ Սանի կտավները։ Նախքան ճեմանան ընդունվելը իհարկե զբաղվել եմ հիմնականում աշխարհիկ նկարչությամբ, մանկուց եմ նկարում, ծնողներս տեսնելով իմ մեջ այդ շնորհը ուղղորդեցին ինձ սկզբում գեղարվեստի դպրոց, որից հետո արդեն ես մեկնեցի Թերլեմեզյան։ Սակայն Թերլեմեզյանում ուսանելու տարիներին հասկանում էի, որ այնտեղ ձևերն եմ ուսումնասիրում։ Եվ երբ որ արդեն եկա Գևորգյան հոգևոր ճեմանան, հասկացա, որ այստեղ ուսումնասիրությունը էության վրա է։ Եվ իհարկե այստեղ մարդը ուղղակիորեն սովորում է, թե ինչ է հոգևոր կոչումը, ինչ է պաշտոնը առհասարակ անձնական կյանքում, համայնական կյանքում, եւ իհարկե այդ շնորհն է, որ մարդուն ուղղորդում է դեպի Աստված։ Ասում է, երբ սկսել է գիտակցել, որ ցանկացած շնորհ Աստծուց է տրվում, որոշել է ստացածը յուրովի վերադարձնել, ընտրելով հոգևոր ուղին։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու տրված է որոշակի շնորհ։ Ամեն մեկին տրված է յուրովի, եւ այդ շնորհն է, որ հիմք է հանդիսանում, ուղի է հանդիսանում Աստված ճանաչողության համար եւ դեպի Աստված ընթանալու համար։ Նախկինում Թադեոսը հիմնականում դիմանկարներ ու բնապատկերներ է նկարել։ Անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունը Թերլեմեզյանում ձեռք բերելուց հետո այսօր արդեն սրբանկարչությամբ է զբաղվում։ Նաև դպրանոցի հոգևոր մթնոլորտն ու միջավայրն են թելադրել մուտք գործել եկեղեցական կանոնիկ արվեստի բարդ ու պատասխանատու աշխարհ։ Երրորդ լսարանից սկսած ես որոշեցի զբաղվեմ պատկերագրությամբ։ Հիմնականում պատասխանատվության զգացումն է, որ ինձ թույլ է տվել սկզբում չզբաղվելու, հետո արդեն ուսումնասիրություններից հետո քայլեր անելու այդ ուղղությամբ։ Սակայն մինչև դա իհարկե ուսումնասիրական, հետազոտական աշխատանքների մեջ եմ եղել, հետո նոր արդեն այդ ճանապարհով եմ ընթացել։ Քրիստոս Պանդոկրատոր, Քրիստոս ամենակալ։ Հենց այս մեծադիր սրբապատկերի վրա է Թադեոսն աշխատում արդեն շուրջ 1 տարի։ Կանոնիկ սրբանկարչության մեջ ամենակալի կերպարը պահանջում է տեխնիկական ճշգրտություն եւ որ ամենակարևորն է հոգևոր խորը պատրաստվածություն։ Սրբապատկերագրության մեջ շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք կանոնականությանը։ Պատկերելով Քրիստոս Պանդոկրատոր, մենք ուշադրություն ենք դարձնում, որ Քրիստոս իբրև թագավոր եւ իբրև ծառա է մեզ ներկայանում, այսինքն նա գալիս է ծառայի կերպարանքով, ծառայի կոչմամբ, քանի որ պատկերում ենք մարդացյալ Աստծուն։ Նրա ձեռքին սովորաբար պատկերվում է ավետարան։ Ես որոշեցի պատկերել զորավոր ավետարանը, այդ պատճառով մեկնեցի Մատենադարան եւ ընկերներիս միջոցով նաեւ ուսումնասիրական աշխատանքներ իրականացրեցի, որոշ կատալոգներ ուսումնասիրեցի, որը օգնեց ինձ իհարկե նախ ընտրություն անելու եւ հետո նաեւ պատկերը իրականացնելու։ Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչական կազմը միշտ էլ սատարում է սաներին, օգնում հնարավոր ամեն բանով, որպեսզի տղաները զարգացնեն իրենց տաղանդն ու նախասիրությունները։ Դպրանոցի նախկին եւ ներկա տեսուչների անմիջական աջակցությամբ ու միջնորդությամբ երիտասարդին տրամադրվել են առանձին սենյակ, անհրաժեշտ նյութեր, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր ստեղծագործական երազանքները։ Երրորդ լսարանում, երբ որ ես արեցի իմ աշխատանքը, Հայր Շահեի միջնորդությամբ, նաև միջոցով այդ աշխատանքը նվիրաբերեցինք վեհափառ հորը, եւ դա առաջին աշխատանքն էր։ Տիրամայրը մանկան հետ թեմայով աշխատանքը, վեհափառը իր գոհունակությունը հայտնեց, երբ աշխատանքը տեսավ եւ
հոգատարությամբ նաև նշեց, որ հետագայում իհարկե իմ աշխատասիրության միջոցով այդ ամենը կարող ենք նվիրաբերել իսպաս Աստծու եւ եկեղեցու։ Թադեոսն ասում է, կան անցյալում արված աշխատանքներ, որոնք կարևոր հետք են թողել իր ստեղծագործական կյանքի վրա։ Դրանցից է պատերազմական օրերի մասին պատմող կտավների այս շարքը։ Պատերազմի սկզբնական շրջանում եմ արել, այն հիմնականում այն լարված մթնոլորտը եւ նաեւ սպասումները, թե ինչեր պետք է տեղի ունենան, հիմնականում փոթորիկը եւ փորձել եմ դա բնության տեսքով արտացոլել, ցույց տալ եւ երկրորդը արդեն պատերազմից հետո ժամանակն է, երբ ամեն բան ավերված է եւ այդ ամենը կրկին փոթորիկի տեսքով է ցույց տրված։ Հիմա Թադեոսը միայն սրբանկարներ է նկարում, ասում է իր համար սրբապատկերը առաջին հերթին պատոհան է դեպի Աստված։ Ասում է այս գործում չափազանց կարևոր է պատասխանատվության բարձր զգացումը, քանի որ յուրաքանչյուր գիծ եւ գույն իր մեջ խորհուրդ է պարունակում։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։